Կաթողիկոսին կձերբակալեն։ Կտոր տանկներն էլ զոհաբերել, կարողացավ Ալեն Սիմոնյանից ավելի շատ ձայներ հավաքել։ Լավ բանի չի բերելու, այդ պարտքերի մեջ իրենք կորելու են։ Եվ հենց դա է լինելու ՔՊ-ին հաղթելու բանալին։ Կպարտվի ՔՊ-ն։ Ապա դեսենց չի կարա շարունակվի, մի բան պետք է անենք։ Համընդհանուր ուժերով ազատվել այս չարիք իշխանություններից։ Կաթողիկոսին կձերբակալեն, ինչ եք կարծում։ Իհարկե այս իշխանությունների ստորությունը եւ անգրագիտությունը չափ ու սահման չունի եւ իրենց նպատակին հասնելու համար միանշանակ պատրաստ են նույնիսկ այդ քայլին գնալու համար, բայց կարծում եմ այստեղ նրանք պետք է հաշվի առնեն ժողովրդի դիմադրությունը, որը միանշանակ լինելու է, եթե այսպես ասած գիշերը գաղտնագողի չգան եւ չձերբակալեն Կաթողիկոսին, այլ փորձեն ինչ-որ շոու անեն, միանշանակ հավատավոր ժողովրդի կողմից դիմադրություն են ստանալու եւ ընտրությունների նախաշեմին իրենց համար դա հերթական հետ քայլն է լինելու։ Հիմա Փաշինյանը պետք է հաշվի իր ադրբեջանցի եւ թուրք տերերի ասածն է իր համար ավելի կարեւոր, որ նա գնա այդ քայլին եւ ստիպված ձերբակալի Կաթողիկոսին, թե հերթական ընտրություններում քվե ստանալը։ Չնայած Թուրքիան եւ Ադրբեջանը չթաքցրեցին իրենց վերջի խոսքերում, պաշտոնական ելույթներում, որ աջակցելու են Փաշինյանին, այսինքն եթե նրանց երեքի նպատակը այս պահին մեկն է, որ Փաշինյանը վերարտադրվի իշխանության, ուրեմն նրանք չպետք է գնան այդ քայլին եւ ձերբակալեն Կաթողիկոսին։ Հիմա Փաշինյանի արած այս քայլերը մինչ այս պահը արդեն պարտվողի քայլեր են, որովհետեւ կհիշեք երբ 10 տիրադավերը հայտարարություն տարածեցին, որ պահանջում են Կաթողիկոսի հրաժարականը, ԿՊԱ-ականները ցնծության մեջ էին եւ գրում էին արդեն, ասում էին, եթե մենք առաջ ասում էինք, որ Կտրիչ Ներսիսյանին իրենց խոսքով հեռացնելը դա օրերի հարց է, հիմա արդեն իսկ ժամերի հարց է, դա հունվար ամսվա սկիզբն էր, հիմա արդեն փետրվարի կեսը անցել է եւ մինչեւ հիմա վեհապարը շարունակում է մնալ եւ շարունակելու է մնալ Կաթողիկոսի։ Բայց իրանք ժամ չէին նշել։ Դե ասում էին մի քանի ժամ, բայց չստացվեց դրանց մոտ։ Միանշանակ իրենք այդ իրենց բոլոր հաշվարկներում սխալ դուրս եկան եւ վեհապարը իմ կարծիքով այս փոքրիկ մենամարտում կարողացավ հաղթել նրա շնորհիվ, որ նա այդպես էլ չմտավ Փաշինյանի թելադրած դաշտ, եթե նա մտներ այդտեղ եւ լեզվակռվի մեջ մտներ ամեն ասածին պատասխաներ, միանշանակ պարտված էր դուրս գալու։ Փոքրիկ մենամարտում հաղթեց, բայց փաստացի եկեղեցու դեմ պայքարը այնքան մեծ ծավալների է հասնում արդեն, որ ազգային ժողովի նախագահը Դոժց հեռուստաալիքին տված հարցազրույցում մեղադրում է սրբազաններին մանկապղծության մեջ առանց անուններ նշելու։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Ազգային ժողովի ձեր նշած նախագահի վիճակը այնքան է վատացել անգամ ՔՊ-ում, որ այսպես ասած դավաճան իրենց համար դա դավաճանություն չի, բայց նորմալ մարդկանց համար դավաճանություն է։ Դավաճան Հայկ Կոնջորյանը, ով լուսավոր Հայաստանից թռավ Նիկոլ Փաշինյանի գիրկը միանգամից, այս ՔՊ-ի վերջի իրենց այդ ներքին հանրաքվեում կարողացավ Ալեն Սիմոնյանից ավելի շատ ձայներ հավաքել եւ ավելի լավ տեղ զբաղեցնել։ Այսինքն Ալեն Սիմոնյանը այս բանի խնդիր ունի որևէցե մի ձև իր անձը բարձրացնելու, որ եթե հանկարծ ստացվի այնպես, որ քաղաքացիական պայմանագիրը գալիք ընտրություններում հաղթի, ինքը նորից դառնա ազգային ժողովի падգամը, որ դրա համար ինքը պատրաստ է ոչ միայն ուրիշների սրբությունների վրով անցնել ու նման հայտարարություններ անել, ինքը անգամ պատրաստ է իր սեփական ունեցած չունեցած բոլոր տեսակի այդ սրբություններից, եթե որևէ կտոր մնացել է, այդ կտոր տանկներն էլ զոհաբերել, միայն թե Փաշինյանի աչքին բարձրանա վերև ու այս ամենը ինչի արդյունքն է, որ որոշ ժամանակ առաջ խոսակցություններ էին պտտվում, որ Փաշինյանի թիկունքի հետևում Ալեն Սիմոնյանը ինքը իր փոքրիկ խմբակն է փորձում ձևավորել եւ այդպիսով ամրապնդել ավելի շատ իր դիրքերը ՔՊ-ում, կարծում եմ դրանք իրոք իրականություն էին եւ Փաշինյանը կանխեց դա նրանով, որ հիմա Ալեն Սիմոնյանի խոսքի հետ շատ քչերն են արդեն ՔՊ-ում հաշվի նստում եւ կարծում եմ եթե Աստված չանի իհարկե, բայց ՔՊ-ն կարողանա հաղթել
գալիք ընտրություններում միանշանակ Ալեն Սիմոնյանը չի լինելու ազգային ժողովի հաջորդ նախագահը։ Ինքն էլ է դա լավ հասկանում, դրա համար այդ իր արած արտահայտությունը չեմ էլ ուզում կրկնել, միայն ու միայն նրա համար էր, որ Փաշինյանի աչքին ամենանվիրվածը երևա։ Բայց դա արդյոք իրավական գնահատական չպետք է ստանա։ Դա լուրջ մեղադրանք է, որը հնչեցվում է բավականին հեռուստադիտող ունեցող հեռուստալիքի եթերում։ Այս իշխանությունների օրոք որևէ քայլին տալ իրավական գնահատական, դա կարծում եմ անմտություն է։ Նրանք 2018 թվականից մինչև հիմա մարդկանց բռնում բաց են թողում ըստ իրենց ցանկությունների, իրենց կողակիցներին պատժում են կամ չեն պատժում նորից ըստ իրենց ցանկությունների։ Հիմա որ հետ գնանք ու սկսենք հիշել, բազմաթիվ նմանատիպ արտահայտություններ ԿՊԱ-ականների կողմից հնչել են եւ մնացել են անպատասխան։ Էլ չեմ ասում անձամբ հենց գլխավոր խեղկատակ Նիկոլ Փաշինյանի կողմից, թե ինչեր է ասել նա, որ հիմա այտենց եւ ոչ եթերային են անգամ իր խոսքերը, որ փորձեմ կրկնեմ, թե մարդկանց հասցեին ինքը ինչ վիրավորանքներ, սպառնալիքներ է հնչեցրել եւ դրանք մնացել են միայն օդում կախված եւ ոչ մի իրավական գնահատական չեն ստացել եւ քանի դեռ նրանք կանգնած են իշխանության գլուխ, բացառվում է, որ որևէ իրավական գնահատական ստանա այդ հարցը։ Լավ, սրա վերջը որտեղ եք տեսնում։ Այս ամբողջ արշավի կարող ենք ասել նաև քաղաքացիների դեմ, եկեղեցու դեմ, Հայաստանի դեմ այս արշավի վերջը որտեղ է։ Այո, դուք ճիշտ եք, արշավը արդեն թե սկզբից ասենք եկել էին իշխանության, չգիտեմ, անունը դրել էին անընդհատ նախկիններ, այդ նախկինների դեմ էին պայքարում, հետո իբր չգիտեմ, հորինել էին կոռուպցիա կա ու այդ կոռուպցիայի դեմ էին պայքարում, հետո ամեն ինչ վերածվեց խեղկատակության, երբ սկսեց Փաշինյանը արդեն պայքարել եւ ԱԱԾ պետին այն ժամանակ թե չեմ սխալվում Արմեն Աբազյանն էր հանձնարարեց այդ չար հոգիների որսով զբաղվել իր պայքարը այտենց անիմաստ շարունակական պայքար է, որը միայն ու միայն լայն հասարակություններին զբաղեցնելու համար է, այսինքն զբաղեցնեն այնքան ժամանակ, մինչև որ տակից իրենց սև գործերը կանեն, այսինքն կհարստանան, իրենց արտերկրում կապահովագրեն, որ ստեղ ցանկացած պահ հանկարծ փոփոխություն լինի, իրենք գնալու տեղ ունենան եւ այն նպատակները, որոնց համար որ դրվել է Փաշինյանը իշխանության, արագ-արագ կարողանա կատարել, վերածել թղթի տակը դնել ստորագրություն, որպեսզի գալիք իշխանությունների համար դա դառնա մի հատ մեծ բեռ եւ Հայաստանի պատմության վրա որպես կեղտոտ պիտակ։ Իսկ որտեղ է այս ամենի վերջը, այս ամենի վերջը կարող է եւ կարծում եմ կդառնա այս գալիք ընտրությունները, որը արդեն իսկ հնարավորություն է ցույց տալ յուրաքանչյուրին իր տեղը, այսինքն ժողովուրդը իր գնահատականով պետք է ցույց տա ինքը արժանի է այս ամենին ինչ տեղի է ունենում ձեր նշած եկեղեցու դեմ արշավին, պետության դեմ արշավին, հայ ինքնության դեմ արշավին, սահմանադրության ոտնարում եւ այսպես շարունակ կարող եմ թվել եւս մի քանի կետեր, ժողովուրդը ինքը պետք է ընտրություն կատարի, ցանկանում է շարունակել ապրել այս ամեն ինչի մեջ, թե այս ամեն ինչը բերողներին վերջնական վռնդում է։ Մարդիկ շատերը համատում են այս ընտրությունները 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ, բայց ես շփվելով մարդկանց հետ տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ ասեմ, որ լրիվ տարբեր է մարդկանց ընկալումները։ Այն ժամանակ, տեսեք, պատերազմ, որը Հայաստանում այտենց ընտանիք տուն չկար, որի վրա չէր անդրադարձել որևէ կերպ, չգիտեմ, մեկի հարևանի երեխան, մյուսի անձամբ երեխան, մյուսի բարեկամի երեխան ու տենց շարունակ ամբողջ ժողովուրդը հանրությունը չէր հասկանում, թե ինչ էր կատարվում եւ այդ պահին մարդիկ ընտրության գնալու, այսպես ասած, շարժառիթ էլ չունեին, չէին հասկանում ինչ անեին, որ իրենց քայլերով որևէ բան փոխվի։ Դրա համար այն ժամանակ պատկերը ստացվեց այն, որ ԿՊ-ն վերարտադրվեց, բայց հիմա մարդիկ սթափ գլխով արդեն 5 տարի է տեսնում են, որ գործող իշխանությունը տվել է խոստումներ եւ բացի այդ խոստումներից մնացած բոլոր իրենց հարմար եւ իրենց տերերին հարմար քայլերը արել են։ Գոնե այդ խոստումներից մեկը անեիք, որ հիմա այս ընտրություններին գայիք, ասեիք, գիտեք ինչ կա, մենք այն ժամանակ խոստացել ենք սա եւ արել ենք։ Հիմա էլ գալիս ենք խոստանանք սա։
Չէ, մարդիկ դա տեսնում են, այս ընտրություններին վստահ եմ մասնակցությունը ավելի մեծ է լինելու եւ հենց դա է լինելու ԿՊ-ին հաղթելու բանալին։ Օրինակ ինչով եք վստահ, որ մասնակցությունը մեծ է լինելու, քանի որ շատ քաղաքացիներ վստահ են, որ այս իշխանությունը կարող է դիմել ցանկացած կեղծիքի եւ վստահ են, որ իրենց մի ձայնը ոչինչ չի փոխի։ Հնարավոր է, որ մեծ մասը կրկին պարզապես չգնա ընտրության։ Տեսեք, այո, կեղծիքի կարող է դիմել, բայց կեղծիքի դեմը առնելու լավագույն միջոցը դա շատ մասնակցությունն է։ Շատ մասնակցության դեպքում կեղծելը եւ իր թիվը մեծացնելը դառնում է ավելի բարդ եւ կարծեմ անհնար էլ կարելի է ասել, այո, անհնար կդառնա արդեն նման շեմը բարձրացնելով։ Իսկ ինչով է պայմանավորված իմ կարծիքը, որ ընտրություններին կմասնակցեն շատ մարդիկ, որովհետեւ նոր ուժեր կան, արդեն իսկ մարդիկ, տեսեք, վաղարշաբաթում տեղի ունեցած ընտրությունները բոլորի հիշողություններում թարմ են եւ մարդիկ մեկը մյուսի հետ խոսելիս ասում են, եթե դուք պետք է գաք, մասնակցեք ընտրության եւ մասնակցեք միայն ու միայն ձայն փոշիացնելու համար, ապա դա նույնն է, որ դուք ձեր ամբողջ ներուժով օգնեք ԿՊ-ին։ Հաղթանակ դաշինքը մենք կարողացանք հավաքել 10000 քվ, մնացած կուսակցությունները 1500-ի շեմը չկարողացան հասնել, բայց եթե լիներ միավորում մնացած կուսակցությունների մեջ, նրանց ձայները կպներ իրար, այդ ժամանակ տոկոսը կբարձրանար։ Հիմա ազգային ժողովին բոլոր ուժերը պարտավոր են արդեն իսկ հաշվի նստել վաղարշաբաթում գրանցված արդյունքների հետ եւ շարժվեն այդ արդյունքների հիման վրա, այսինքն իրենց հետագա քայլերը անեն այնպիսի, ձևավորեն այնպիսի կոալիցիաներ, չգիտեմ, դաշինքներ կամ մեկ կուսակցությունով հանդես գան, տարբեր ձևերով հնարավոր է դա անել, միայն թե չլինեն փոքր 20-30 ուժեր, որոնք բոլորս էլ հասկանում ենք, որ ազգային ժողով կարող են անցնել լավագույն դեպքում 4 կամ 5 հաշվենք մաքսիմում, այսինքն 20 ուժ իր ձայները փոշիացնելու է եւ փոշիացնելով օգնելու է ԿՊ-ին։ Իսկ եթե այդ 20 ուժը կարողանան ընդհանուր հայտարարի գան այդ իմ նշած 4 ուժերի հետ, այսինքն ավելի հեշտ է դառնում ԿՊ-ին հաղթելը։ Եվ ես վստահ եմ, որ սա արտահերտ ընտրություններ չի, որ տենց ժողովրդի լեզվով ասած ափալ-թափալ ամեն ինչ անեն, բոլոր ուժերը մտածելու ժամանակ ունեն, բոլոր ուժերը մնացածի հետ խորհրդակցելու, քննարկելու տարբերակներ ունեն եւ ժամանակ ունեն, կարծում եմ կգտնվեն բոլորը խելամիտ, կօգտվեն այդ հնարավորությունից եւ ընտրության կգնան, ոչ թե եկեք մասնակցենք, թող մեր անունը ճանաչեն այդ սկզբունքով, այլ եկեք միասին ամեն ինչ անենք, որ հանկարծ ու հանկարծ չունենանք ԿՊ-ի վերարտադրում։ Կպարտվի ԿՊ-ն։ Դե ասեցի, եթե այս ձևով փորձեն աշխատեն, վստահ եմ, որ կպարտվի, որովհետեւ տեսեք, Երևանում ընտրություններ եղավ, 50% ձայն չունեցան։ Վաղարշաբաթում ընտրություններ եղավ, 48% ձայն ունեցան, մոտավոր, այդ փոշիացածները եկան, ավելացավ դառավ իրանցը 50 քանի տոկոս, 50% չունեցավ, Գյումրիում չունեցավ, Փարաքարում չունեցավ, ու տենց շարունակ որ նայենք, ԿՊ-ն ոչ միտեղ ռեալ իր 50%-ի շեմը չի կարողանում հատել։ Տեսեք, ավելին նաև տեղային համայնքային ընտրություններում, օրինակ մարդիկ գնում էին, ասում էին, այս մեր հարազատն է, մեր ընկերն է, ինքը Նիկոլի հետ կապ չունի, իրան ընտրեք, հիմա չեն կարող այդ ամեն ինչը ասեն, Հիմա արդեն իսկ յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք հանդես է գալու իր առաջնորդի դեմքով եւ մարդիկ արդեն գնալու են ընտրեն ոչ թե անհատի որևէ, այլ գնալու են ձայն տան, որպեսզի այդ առաջնորդը դառնա երկրի վարչապետ եւ հետագա պատասխանատվությունը վերցնի իր վրա։ Եվ այս ամենը հաշվի առնելով, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ներկա արդեն իսկ հայտարարած տեխնացուներից մի քանիսը կան, որ հայտարարել են մասնակցելու են, ամենախոցելին է։ Այսինքն, եթե մնացած տեխնացուներին, չգիտեմ, մեղադրում են, մեկին ասում են դու 1 միլիարդ դրամ ես հափշտակել, այն մեկին դու 2 միլիարդի բենզին ես հափշտակել, լավ, իրանց այդ հափշտակածը, եթե ապացուցվի իհարկե, դա նյութական է եւ հնարավոր է այդ մարդը կա ողջ է դատարանով որոշեք ստիպեք թող վերականգնի այդ ամեն ինչը
խնդիր չկա, բա Նիկոլ Փաշինյանի մեզանից գողացածը հնարավոր է որևէ կերպ վերականգնել։ Եկեք թող ում ինքը մեղադրում է, չգիտեմ, մեկին 1 միլիարդ, մեկին 2 միլիարդ, դատարանը թող հենց հիմա բոլորի վրա վճիռ դնի, ստիպի, չգիտեմ, գույքով, գումարով փոխհատուցել պետությանը, եւ նույն Նիկոլ Փաշինյանին էլ ստիպի փոխհատուցել եւ մեզ հետ վերադարձնել մեր Արցախը։ Կկարողանա արդյոք։ Ես վստահ եմ, այդ գումարի հարցը կկարողանան լուծել, չկարողանան լուծել, թող գնան նստեն։ Ասենք, չգիտեմ, պայմանական քանի տարի է սահմանվում այդ հանցանքի համար։ Բա Արցախը մեզանից վերցնելու եւ թշնամուն նվիրելու համար կա տենց որևէ հոդված, որը սահմանում է, որ այսքան տարի, եթե չի կարողանում փոխհատուցել, պետքա գնա նստի։ Թող է դրա հարցին պատասխանեն։ Դուք նշեցիք թիմ ընտրություններ, որտեղ ԿՊ-ն փաստացի չի հաղթահարել 50%-ի շեմը, բայց եկեք չմոռանանք, որ խորհրդանական ընտրություններում կա գեոպոլիտիկ աջակցություն, մասնավորապես Եվրամիությունից, Թուրքիայից բացահայտ աջակցություն, սա ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Սա իրականում պետության ներքին հարցերի անմիջական միջամտություն է, որ այդ մարդիկ մեր սահմանադրությամբ իրավունք չունեն նույնիսկ հայտարարություն անել եւ որևէ տեխնացուին, ասեք, գիտեք ինչ կա, մենք ուզում ենք ինքը լինի, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու որոշումով է, որ պետք է որոշվի, թե ով է լինելու վարչապետը։ Հա, զիջումներ ունենք արած, փաստաթղթեր կան ստորագրած, բայց եթե մենք ունեցանք հաջորդ ղեկավար, ով ունի կառավարման մեծ փորձ, բանակցելու մեծ փորձ եւ բռունցքով կարող է հանգիստ խփել սեղանին, անկախ նրանից, թե իր դիմաց ով է նստած, մենք հասկանում ենք, որ երբ որ նման մարդու հետ իրենք առերեսվեցին, այլևս չեն կարողանալու խոսել այն լեզվով, որով խոսում են Փաշինյանի հետ, չեն կարողանալու իրենց ձևով օգտագործել ոչ մեկը, տենց Հայաստանը չի ունենալու Փաշինյանից հետո որևիցե մի ղեկավար, որը տենց Էրդողանի գիրքը գրկած ուրախ-ուրախ կվազի, չգիտեմ, Ալիևին կխնդրի, որ իր հետ մի բաժակ սուրճ խմի, Էրդողանին տենց կսիրաշահի, չի լինելու այդպիսի մեկը, երկրորդը այլևս չի լինելու։ Դրա համար քանի սա կա, պետքա ամեն հնարավոր կերպով այս մարդուն պահեն, որ իր ուզածները անի։ Հաջորդ ղեկավարը եկավ, չգիտեմ, եղավ, ասենք, սահմանազատում, չի լինելու այնպես, ինչպես լինում է Փաշինյանի օրոք։ Եղան բանակցություններ, չգիտեմ, նույն արցախցիների վերադարձի հետ կապված, չի լինելու այնպես, ինչպես բանակցում է Փաշինյանը։ Եղավ գերիների վերադարձի խնդիր, Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցների խնդիր, չի լինելու այնպիսի պահանջներ, ինչպիսի Փաշինյանին են։ Դրա համար պետքա ամեն ձև իրանց այս գտած անձնավորությունը փորձեն պահեն, բայց քաղաքացիներն էլ են լավ հասկանում, որ այս ամեն ինչը լավ բանի չի բերելու, ոչ միայն ասենց պետականության մասով, այլ իրենց գրպանին էլ է հասնելու էլի այդ ամեն ինչը, նույն գյուղերում, օրինակ Վաղարշապատ համայնքը, Արաքս համայնքը, Վաղարշապատ համայնքը սահմանակից են Մարգարայի անցակետին եւ Թուրքիային։ Արդեն իր գյուղերում խոսում են այդ անցակետը կարծես թե սկսել են օգտագործել, արդեն վերանորոգումը ավարտվել է, լրիվ պատրաստ է եւ գյուղերում խոսում են արդեն, որ հանկարծ սահմանից այն կողմից գյուղմթերք մտավ, մարդիկ այդտեղ ջերմոցներ ունեն վերցրած վարկով սարքած եւ այդ ջերմոցները դառնալու են ընդամենը մետաղական ջարդոնի կտորներ, որոնք կոպեկներով տանելու են հանձման կետեր հանձնեն եւ վերադառնան առանց ոչ մի բանի։ Իրանք էլ են հասկանում, որ պետք է մեզ ղեկավար, որը անգամ այդ անցակետը գործելու դեպքում մեր գյուղացուն չի տապալի գետին։ Մեր գյուղացին իր աճեցրած այդ, չգիտեմ, պոմիդորը չի վերցնի ձեռքը ու շվարած նայի երկնքին, թե վարկերը որտեղից պետքա մուծի։ Դրա խնդիրը դրանում էլ է նաեւ։ Այո, կան պետականության վերաբերվող հարցեր, բայց կա նաև նույն այդ Թուրքիայի հետ, այդ Սիլիբիլիի արդյունքում կա նաև հարցեր, որոնք ազդելու են մեզանից յուրաքանչյուրի գրպանի վրա։ Առավել խոցելի է դառնալու այդ դեպքում գյուղացին, որոնք մենք երևի այդպես գյուղացի չկա, որ այդպես մի փոքր հող է մշակում եւ չունի վարկ, չունի
պետության առաջ պարտավորվածություններ, չունի պարտ, հարազատ բարեկամ ընկերներին, բոլորն էլ այտենց մեկը մյուսին օգնելով փորձում են առաջ գնալ, պատկերացնում եք հիմա այդ մարդկանց վիճակը, երբ որ գա մի պահ, որ իրենց այդ աճեցրած բանջարեղենը պայմանական իրենց վրա արժենա 100 դրամ, որ իրենք պետք է 150-ով վաճառեն, որ գոնե եկամուտ ունենան, եւ միանգամից այդ նույն բանջարեղենը Թուրքիայից մտնի 50 դրամով։ Ինչ են անելու այդ մարդիկ։ Կորելու են ուղակի։ Այդ պարտքերի մեջ իրենք կորելու են։ Իսկ ես չեմ ցանկանում մեր հայրենակիցներից ոչ մեկին նմանոր։ Իսկ ռեպրեսիաները մինչև ուր կարող են հասնել։ Մենք տեսանք Էջմիածնում Սևակ Խաչատրյանի դաշինքի աջակիցների նկատմամբ ռեպրեսիաներ, մենք տեսանք Արմեն Չարչյանի գրասենյակի խոզարկությունից Միլյան բժշկական կենտրոնում, տեսնում ենք դե ամեն օր գրեթե եկեղեցու նկատմամբ մինչև ընտրություններ, այս ռեպրեսիաները մինչև ինչ մակարդակի կարող են հասնել եւ որքանով այդ վախի մթնոլորտը կարող է աշխատել քաղաքացու վրա։ Տեսեք, սրանք գնում են այնտեղ, որտեղից որ միանգամից վտանգ են տեսնում, որ իրենց այսպես ասած այդ ձայները, հիմա ձայնի կռիվ է անում Փաշինյանը ամբողջ Հայաստանով մեկ, որտեղից որ իր ձայները գնալով օր-օրի թուլանում են, օրինակ վաղար շաբաթում, չնայած նրան, որ համայնքի ղեկավարը ԿՊԱ-ական է, բայց իրենք լավ հասկանում են, որ նույն այդ ԿՊԱ-ական ղեկավարի համար գնաց է իրենց հարազատները, ասել են մեր տեխնացուն Նիկոլի հետ կապ չունի, էսի մեր քաղաքի հարցն է, պետք է ընտրեք, եթե իրանք մտածում են իրանք կարճ խելքով այդ ամեն ինչը ասել են, ու հիմա ղեկավար ունեն, դա մենք գիտենք, Նիկոլը չգիտի, իրանք չարաչար սխալվում են։ Իրանք լավ գիտեն, որ այդ նույն մարդիկ գնալու են շուտով դուր ծեծեն, ասեն, գիտեք ինչ կա, եկեք Նիկոլին ընտրենք, ասելու են, գիտեք, լավ, ձեր խաթր ընտրեցինք, որպես, չգիտեմ, համագյուղացի եւ այլն, բայց հիմա էսի արդեն իր հարցը չի, խնդրում եմ գնացեք ստեղից։ Ինքը լավ հասկանում է, որ վաղարշաբաթում հավաքած ԿՊԱ-ական տեխնացուի եւ ԿՊ-ի ձեները լրիվ տարբեր են լինելու։ Դրա համար իրանք եկան եւ այդ շոուն իրականացրեցին, կարծում եմ շարունակական է լինելու վաղարշաբաթում եւ մնացած տեղերում, որտեղից որ իրենք վտանգ են զգում, որտեղ որ կա մի մարդ, ով հարգանք, հեղինակություն ունի եւ իր խոսքը ազդում է մարդկանց վրա, իրանք փորձելու են գնալ այդ մարդկանց հետևից, գնալ այնքան ժամանակ, մինչեւ որ պայմանական որևէ արդյունքի կհասնեն։ Իսկ ձեր մյուս հարցը, որ ասում եք ինչ հետադարձ բան տվեց դա քաղաքացիների կողմից, ասեմ, եթե իրանք անում էին դա, որ մարդիկ տեսնեին, վախենային, ասեին, վայ, մենք չենք գնալու արդեն Սևակ Խաչատրյանի կողքը չենք կանգնելու, մեր գրասենյակը բաց է օրը 16-17 ժամ ամեն օր, ուրեմն այդ ձերբակալման օրվանից քաղաքացիների մինչև 3 մեր գրասենյակ եկել է 20 անգամ ավելի շատ մարդ, քան գալիս էր դրանից առաջ։ Ու ասես մարդիկ գալիս են, ասում են փողոցային լեզվով ասեմ, բայց ապե դե սենց չի կարա շարունակվի, մի բան պետք է անենք։ Այսինքն ոչ մեկ իրանց այդ արած քայլից չվախեցավ ընդհանրապես։ Եթե իրանք 5-6 հոգու բռնեցին այնտեղ, տնային կալանք տվեցին, հա որ այդ մարդիկ հետ մնան, այդ մարդկանց հարազատները գալիս են մեր մոտ, ասում են ապա եթե մենք նախորդ ընտրություններին զուտ ձեզ ենք ընտրել, գալիք ընտրություններին գալու ենք ձեր հետ, առավոտից գիշեր պետքա բուկլետ կբաժանենք, պետքա փողոց առ փողոց կֆրանք, ինչ էլ ասեք ձեր հետ միասին սաղ անելու ենք, որովհետև սենց չի կարա շարունակվի։ Իրանք մարդկանց փորձում են մտնել մարդկանց տուն ու մտածում են սաղ իրանց նման են, սենց սուսուփուս կմարսեն կգնան, չէ, մարդիկ թասիբ ունեն, նամուս ունեն, ցեք դուք գնում եք մարդկանց տուն առավոտ կանուխ ոչ մի բանի համար մտնում եք տունը փոքր երեխա մեկի տունը հիվանդ ծնող պարկած մտնում եք տգեղ ձևի խուզարկում եք, ինչ եք ման գալի, այդ մարդիկ ինչ ունեն, ասենք լավ հեռախոսով ասել են կգնաք կընտրեք Սևակ Խաչատրյանին, դա նորմալ է, քարոզչությունը հենց դրա համար է տրված, որ մարդը մյուսին խորհուրդ տա ընտրել X տեխնացուի։ Իրանք ասում են այդ տեխնացուները օգտագործելով իրենց հեղինակությունը ուղղորդել են ընտրել Սևակ Խաչատրյանին։
Այսինքն ես սենց եմ մտածում, եթե ԿՊ-ից ոչ մեկ չի ձերբակալվել, չի կալանավորվել այս հոդվածով, ուրեմն ԿՊ-ից ոչ մեկ հեղինակություն չունի, որ կարողանա իր հեղինակությունը օգտագործի եւ ասի գնացեք ընտրեք մեր տեխնացուին։ Ես շատ շնորհակալ եմ, ես ինձ լավ եմ զգում, որ մեր թիմակիցները, մեր ընկերները ունեն հեղինակություն եւ այդ հեղինակությունը պահելու են, եթե իրանց պահեն տնային կալանքի տակ, պահելու են իրենց հարազատները։ Պահելու ենք մենք բոլորս, որովհետեւ եթե մտածենք մեկին բռնեցին, մենք գնանք պահկվենք, հավատացեք 3 օր հետո գալու են մեզ էլ բռնեն։ Եվ վերջում պարոն Ավետիսյան, կխնդրեմ ձեր կոչը, հորդորը, գուցե խնդրանքը հղեք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն կոչ անել, խնդրանք անել, այդ ընդհանուր sense մի փաթեթի մեջ կարող եմ ասել, որ չլինել անտարբեր մեր վաղվա օրվան։ Չմտածել, որ ձեր քվեն ոչինչ որոշող չէ, որովհետև դա այդպես չէ։ Հենց ձեր քվեն է որոշող, որովհետև այդ 10,000 թիվը, 100,000 թիվը յուրաքանչյուր մեկ ծրարը մյուսին գումարելով է դառնում։ Եվ այդ շարունակական աճը, շարունակական ձեր աջակցությունը, ընդդիմությանը պայմանական, չգիտեմ, հիմա ասում եմ շատ լավ միջավայր է ստեղծվել, որ կան թեկուզ նախկին ղեկավարներից ներկայացուցիչներ, կան նոր մարդիկ, կան բիզնես այդ հարթակից ներկայացուցիչներ, այսինքն բոլորի ճաշակով ստացվում է, որ ընդդիմություն կա, էլի, չկա բևեռված մի կողմ, որ չէ, միայն այս մարդուն պետք է ընտրենք ու վերջ, չէ, կան ընդհանուր տարբեր շերտերի ներկայացուցիչներ եւ բոլորի սրտով այնտեղ հաստատ մարդ կգտնվի, ում պետք է գնալ եւ ձայնը վստահել, որպիսի կարողանալ համընդհանուր ուժերով ազատվել այս չարիք իշխանություններից։ Շնորհակալ եմ, պարոն Ավետիսյան։